Ես մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարև ձեզ Էդգար։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան այս ազգակործանի կիսախելագար գրգռված վիճակը ավելի ցցուն եւ ակնհայտ է դառնում։ Իսկապես շատ լկտի են իրենց պահում, սանձարցակ եւ ակնհայտ է, որ կա որոշում։ Ես ճիշտ ասած նախնական զրույցում էինք Էդգարի հետ եւ դիտարկումը շատ ճիշտ էր, այնպես չի, որ իրենց թիմում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ հանգիստ է, որտեղ մարդիկ կասկածներ ունեն, այնտեղ երևի հասկանում են, իսկ ասում են բոլորն են հասկանում, բայց նայած դրան ոնց են վերաբերվում, որ մի ամբողջ երկիր են կործանել եւ Հայաստանն էլ կործանման եզրին է եւ եթե ինչ-որ բան փոխվի, ուրեմն շատ վատ է լինելու իրենց համար։ Չնայած եթե չփոխվի ամբողջ ժողովրդի համար է հայտարարակ վատ լինելու բոլորը եւ իրենց համար եւ ԿՊԱ-ականների համար, եթե իրենք մնան իշխանության եւ հայ ժողովրդի մյուս հատվածի համար, դե ես չեմ կարծում, որ այդ բանի պես ջրհորդանի պես թուրքերն ու ադրբեջանցիները մտնեն Հայաստան, հատկապես որ հիմա շատ լավ պարարտ հող են ստեղծում Թուրքիայի մտնելու համար, եթե 10 ադրբեջանցի էլ Հայաստան մտնի, դա հող է նախապատրաստում, որ հետևից ադրբեջանական եւ թուրքական զորքը մտնի։ Այնպես որ եթե ԿՊ-ն մնաց, Հայաստան եւ հայ ժողովուրդ չի լինելու այստեղ, ուզում ես ԿՊԱ-ական եղի, ուզում ես ԿՊ-ի քավոր եղի, ուզում ես ԿՊ-ի փեսան եղի, դե փեսան մոդա է, չգիտեմ հիմա էլ է փեսան մոդա, թե նախկինում էր փեսան մոդա, ինչ ուզում ես հարց եղի, իրենց ոչ մի բան չի օգնելու։ Իսկ եթե իրենցից ազատվենք, մենք տեսել ենք նաև այդպիսի տարիներ, անվտանգ տարիներ, փառք Աստծո եւ բարեբախտաբար այն անձինք, որ ապահովել են մեր այդ անվտանգությունն ու խաղաղությունը, մենք կունենանք նաև այդպիսի ես վստահ եմ, որ մենք այդտեղս այդ մարդկանց մենք կունենանք անվտանգ, խաղաղ, իսկապես պետություն։ Հիմա խոճապ կա, Էդգարի դիտարկումն է, որ ԿՊ-ում խոճապ կա, որովհետև իրենք էլ են թվերին տիրապետում եւ որpիսի այդ խոճապը կանգնեցնեն, պիտի այսպես իրենց պահեն, որ այսինքն ուզում եմ գողբղավում եմ, ուզում եմ հայհոյում եմ, երեք էլ Ալենն է հայհոյել, ուզում եմ անպատվում եմ, ուզում եմ մատ եմ թափ տալիս, մի ժամանակ ասում էր մատ թափ կտամ, չգիտեմ ինչ կանեմ, հիմա բառից բուն իմաստով է, ուզում է ահաբեկում է երիտասարդ կնոջը, ուզում է հարձակվում է երեխայի վրա, ուղղակի էս ողորմելիներին մի ասել, բա որ այդ կաս, բա այդ ինչի այդ Ալիևի կամ Թշնամու կամ այն մարդիկ, որ քեզ տես նվաստացնում ու ստորացնում են, այդ ժամանակ այդպեսին չես, այդ ժամանակ չի չես հիշում, որ դու ով ես, այն հիշում ես անպաշտպան խեղճուկրակ մարդկանց մոտ այդպես, այդ վախը հաղթարի, չգիտեմ, այս թեման երևի արժի ինչու են այդպես, իրենք հաշվարկ չունեն, որ դա իրենց կարող է վնաս բերել, թե իրենք շատ լավ հասկանում են, այն կայուն ընտրազանգվածը ունեն 10% թե 10 քանի տոկոս Նիկոլենք ունեն, մնացածը մնում է, որ այդպես ցույց տան, որ տեսեք ինչ։ Դե այս թեման բարդ է նրանով, որ երբ որ մենք խոսում ենք օրինակ սոցիոլոգիական հարցումներից, դա մի տեսակ երկսայր է։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, այո, համեմատած 2021, 2023 թվականների հետ, նույնիսկ 25 թվականի հետ, այս իշխանության ներքին, այսպես ասենք, լեգիտիմության պաշարի մաշվածությունը։ Ի վերջո, ինչքան էլ իրանք արդյունաբերական չափերի կարողություն բանեցնեն մարդկանց մոլորեցնելու համար, բայց ի վերջո կա իրականություն, որը այսպես ճղում է այդ քարոշչության արանքից դուրս ցցվում, իսկ իրականությունն այնա, որ իրանք 8 տարի իշխանության են, այս երկրում ոչ մի լավ բան չի եղել, մենակ ողբերգություններ, անկումներ ու նահանջ է եղել։ Հա, էլի, հիմա ինչքան էլ ասեն քարոշչությունը էն, բայց իրականություն կա, որը ջարդած ոսկորի պես մաշկի տակից արդեն դուրս է գալիս, երևում է։ Դրա համար իրենց լեգիտիմության ներքին պաշարը սպառվել է, բայց հարցի երկրորդ կողմն էլ կա, մի հատ այս ավարտենք, հետո կգանք երկրորդ կողմին։ Եվ այդ հասանելի է դառնում այդ տեղեկությունը նաև բնականաբար իրենց ներսում։
Ես հենվում եմ ինչ-որ պարզ ողջամտության վրա, բնականաբար, ոչ իրանց ներսը ինձ հետաքրքիր է, ոչ առանձնապես տեղեկություններ ունեմ մամուլում, թեպետ ինչ-որ բաներ մեկ-մեկ սպրդում են, ճիշտ սուտ էլ Աստված գիտի, միգուցե հենց իրենք են տարածում, բայց ողջամտորեն դա պարզ է, որ իրանք էլ են տեսնում, որ այնչի վիճակը մեղմ ասած ինչ-որ 21 թվին եւ ոչ էլ նույնիսկ 23-ին կամ 24-ին կամ 25-ին։ Դրա համար հասկանալի է, որ կար այդ տատանումը լինի շարքերում, հատկապես որ մարդիկ կան, որ առաջ պատգամավոր էին, հիմա չեն լինելու պատգամավոր այդ իրանց ներսի վերադասավորումների արդյունքում, որ իրենք փորձում են այսպես ներկայացնել իբրև որպես ներկուսակցական դեմոկրատիա, հետեւաբար այդ բանը կարա առաջանա, այդ ոնց ասեմ բզոցը, հա, եւ այդ բզոցը հանդարտացնելու սեփական զորքին, սեփական ուժերին, կենթանի ուժին դուխ տալու համար, հա, բնականաբար այս տեսակ ուժի ցուցադրությունները էական են։ Մենակ այդ չի դեպ, դրանք այն Բայց մի կողմից ինքը հայտարարում է ինքնիշխան եմ Ռուսաստանի դեմ ավանանում, հետո մյուս օրը վազելով զանգահարում է Պուտինին, հետո էլ ասում է, բա ինչ պետք է աներ, կարող է Պուտինին զանգահարել, ես պետք է զանգեի։ Հիմա բա ինքնիշխանություն, այսինքն ինքը մի բան ասում է, հակառակ հետո մի հատ ողորմելի բան քայլ է անում, այնպես չի էլի, որ այդ քայլը այդպես հիմա ասենք կարող է, չէ, ասի, հա, ինչա Ռուսաստանն է եկել, այստեղ չգիտեմ, սա անում, հետևից գնում է դες տակից վախեցած, վախվորած բանը, զանգահարում է։ Ու մոռանում է, որ ինքնիշխանության մասին էր խոսում, չգիտեմ ինչ էր խոսում։ Այսինքն մի անգամից այդ ինչ որ անում է, հակառակ ստանում է, էլի, դա պատասխանը։ Զանգի բովանդակությունը դե մեզ հայտնի չի, բայց կարևոր չի դրա վրա, ուղղակի ասում եմ ինքը ինչ որ անում է, հետո տեսեք, ասենք հիմա հոխորտած հարցակվեց այդ կնոջ վրա, երեխայի վրա, հետո ներողություն խնդրեց։ Ալեն երեք հայհոյեց, չխնդրեց ներողություն։ Չէ, դե այդ ներողություն չի։ Այդ իրանք ինչ արեցին։ Տեղի ունեցավ միջադեպը, այդտեղ ակնհայտ է, որ ինքը նաև կորցրեց ինքնատիրապետումը, հետո մի անգամից աղմուկ բարձրացավ բանում, համացանցում, հասկանալի է, բնականաբար թիմից էլ մի անգամից իրան սկսեցին զանգել, գրել, խաբար հասցնել, SMS գրել, որ այս մեկը մի քիչ շատ թար ստացվեց, ինքը այնտեղ կհիշեք մի բան հարցրին, ասին բա դուք զոհվածի աղջկան sense բան եք ասում, չէ, ասում sense բան հնարավոր չի, այն լրիվ Գեբելսյան ոճով մի հավատա աչքերի տեսածին, բայց այդ ընթացքում իրանք զուգահեռ երկու բան զուգահեռ ռազմական օպերացիա պլանավորեցին, տեղեկատվական ռազմական իմաստով։ Ինչ արեցին, ինքը կեղծ ներողությունը գրեց, դրա շնորհիվ ոնց որ իրանք քարոզչական մի թևը սկսեց հարցակվել այն ուղղությամբ, որ ախպետ հիմա մարդա, որոշ չենք սխալվում, բայց ինքը ներողություն խնդրեց։ Իսկ օրինակ, ու այսպես բոլոր մյուս թևը սկսեց այլանդակ հարցակում, չէ, մյուս թևը չէ, այս մեկը լի չի բրծել։ Իրանք ասին այդ տեսեք, ես մարդը խնդրեց ներողություն, թեպետ ընդ իրան պրովոկացիա էին այլ բան, բայց խնդրեց։ Իսկ օրինակ, ու հերթով ընդդիմադիր գործիչների անուններ էին թվարկում, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանի բանը էլ նախկին վարչապետը չէ։ Չգիտեմ, Սերժ Սարգսյանը իրանք երբևէ ներողություն խնդրել են ու այն սա միֆաբանության շարքը SS բան մի քարոզչական թևը տենց տարավ հարցակում, իսկ մյուս քարոզչական թևը Արմինե Մոսյանի էջում նստած, տենց մի 5 տարի հետ էին գնացել, խտանկարներ էին անում, իրագրացներն էին կոնտեքստից կտրած ցույց տալի կամ ընդհանրապես սուտ բան ասում, այդտեղ իրանք մի լավ սուտ էին տարածել լավ իրանց շահերի տեսանկյունից, որ իբր ինքը ասել է, այս թքած ունեմ Հայաստանի վրա, այդ մարդը վիդեոյում տես բան չի ասում։ Այսինքն սա ներողություն չի, սա ընդամենը քարոզչական մի հատ քայլ էր, որը թույլ կտար աչից ձախից հարցակվող իրանց զորքերին համապատասխան բան ունենալ, զրահավորում։ Ոնց է այն, որ ողորմածիկ Հեյդարը, չանց դրան ողորմածիկ մի քանի անգամ, 3 անգամ, 4 անգամ մեր հետ հրադադարի շուրջ պայմանավորվել է, բայց 10 օրից էլի պատերազմը շարունակվել է։ Դա չեղավ հրադադար։ Դա եղավ, որ մարդը ուղղակի time out է վերցրել, որ մի հատ դզի մի քիչ վիճակը զորքերը շարի, դա բարի անկեղծ իմաստով բան չի, էլի հրադադար չի, մասա էլ ներողություն չի։ Այդ հստակ ֆիքսենք։ Այնպես որ չէ, իրանք այդ առումով իրանք շահերի տեսանկյունից սաղ բան են անում, կոհերենտ են անում։ Այստեղ կարևորը ինքը թիմին ինչ է գալի ասում։ Մենք թիմից սկսեցինք էլի խոսել դրա համար մետողությամբ տանում։ Ինքը ոչ չի գալի թիմին ասում Պուտինին սենց ասեց կամ դե հա դե ինչ ճարս ինչ պիտի զանգեի, չէ, գալի ասում դե ասեցի որ այս ինչ են ձերոնք անում, հիբրիդ նոց է բան եւ այլն։
Մի խոսքով, ու էդի մենակ Պուտինը գիտի, ինքը գիտի, մեկը Աստված գիտի իրանք ինչ են խոսում։ Չէ, բայց եթե ասում է դե բա ինչ պետք է անի, ես պետք է զանգեմ, հո ինքը չի զանգի։ Այսինքն այդ իր մեծ որ փրթում է, չէ։ Մեծ փրթում է, ես ինքն իշխան, թող սենց այսպես հիբրիդային պատերազմ են անում, հետո իր թքածը լիզում է, չէ, ասում է դե հա բարձա ես եմ զանգել։ Ու դու կարծում ես իր թիմում մեկը պետք լինի, որ հավատա ինքը զանգելա, չգիտեմ ոնց է խոսել Պուտինի հետ։ Դե մասամբ նաև այդ տեսակ բաների պատճառով, հա, թիմում վստահ եմ կա ներքին բան, հատկապես քիչ թե շատ, մի քիչ դժվարանում եմ այդ բառը իրենց դեպքում ասել կայացած։ Ինչ ասես, եթե իբրև թե դրանց միջի գրագետը Վլադիմիր Վարդանյանն է, դու տեսակ, այս մարդը ոնց ձևափոխվեց միջազգային ցեղասպանական բան հարցերի մեջ, հիմա այսօր խորքային բան մոտ էլ հարցազրույցների էր գալի եւ այս մարդը մեկ էլ պարզվում է, որ այն մարդու հետ է աջակցում է, օգնում է, ով հիմա այնպեսի տպավորություն է, որ առաջին մերժողներից մեկն է դարձել Նիկոլ Փաշինյանը եւ այդ թիմը։ Հիմա այնպեսի ձևախեղում է ագահությունից ես Վալոդյայա, Վլադիմիր Վարդանյանը, չգիտեմ ինչա։ Ես մոտավորապես տենց մարկած նկատում եմ կայացած ասելով, կայացած ոչ թե հոգեվոր արժեքաբանական իմաստով, այլ քիչ թե շատ կարիերայի եւ չէ, կարիերա պլյուս նյութական։ Դրա համար ինքը ջահել ջուլների է, ոնց հասկանում եմ, ավելի շատ այս նոր խորհրդարան ուզում բերի, այն որ լրիվ էլի չկան։ Նրանք էլ մի բան չէին էլի հիմնականում փողոցից հավաքած անհասկանալի, մի մասը գործակալական ցանցից, մի մասը։ Դե դրանք արդեն հասունացան, ինչ որտեղ կարող է նաև ասեն sense չինենց, այ հիմա ինքը բերում է լրիվ, հասունացան, հարստացան։ Բացական մարդկանց։ Այդպես ասա հարստացան, հասունացան, արդեն կարող է վաղը ինչ որ բաներ այնց ասել։ Իսկ այս թազա ջահելջուլները այդ մանդատը իրանց համար բան էլի մորեպակալեն դա ազդում է որ ասենք Ալենը հայհոյում է նա տենց բղավում է բանը ասում է մենք ուժեղ ենք այսինքն ինքը ինչքան հայհոյում է թքում է հիստերիայի մեջ են հոգեբուժարանի ապրանքի նման է դառնում այդքան ուժ է ցույց այսինքն եթե դու հոգեբուժարանի ապրանքի տեսք ունես ուժ է դա դե կոնկրետ ձեր ասած մարդը այդքան էլ ապրանքի տեսք չունի գոնե այդ դրվագում պայմանական եմ ասեմ հոգեբուժարանի ապրանք ասեմ դե հիմա այդ դրվագում կռիվ է Իրանք հենց իրանց պետք է լինի, դե գիտեք, այդ առումով իրանք շատ ճկուն են այդ բառի վատ իմաստով, երբ պետք է իրանք լիբերալ են, միասեռականների իրավունքներ, չգիտեմ, չէ, երեք չկարողացավ այդ հարցից իմիջիալոց միասեռականների բայց երբ որ իրանց պետք է, իրանք տենց քյարթու տղավարի հենա, մեկը մյուսի քֆուր տալը արդարացնում է, ասում է դե դիբա տղու փեշակն է, չէ՞, սասուն մի բանը։ Ռազմաքաղաքական, չէ, ռազմական էլիտայի ներկայացուցիչը սիրելի հայրենակիցներ, Սասուն Միքայելյանը, որևէ երկու նախադասություն հայերեն, այդ որը ասում է, սա ազգակործան այդ ում էր ասում, հա, այս ուժեղներին բանն էր ասում, հա, այդ դա նկատի ուներ, որ ասում է, չգիտեմ, իմիջիալոց Նիկոլն ասում է, մի հատ sense բառ գրեք, հետո պարզվում է, որ ինքը ամենամեծ անգրագետն է, ինքը այդ բառը գրելուց 3-4 սխալ է արել, հիմա ասում է մի հատ բան արեք, էլի մի հատ այդ բառը գրեք։ Վերադառնալով այդ թեմային Չէ, անգրագիտության համար հիմա Սասունի պահով էլ որ Սասունն էլ այսպիսի բան է խոսել ասում եք Մանվել Գրիգորյանը այ հարիֆներ այս այն նրանց ովքեր որ իբր թե ուզում են խապված մնալ մի հատ գնացիք հələ շրջեք տեսեք Կարաբասի նման ամբողջ այդ ծաղկաձորով հրազդանով ոնց պատտում ես էս էր քո ձեր բանը կռիվը բանը Մանվել Գրիգորյանն այնպեսին բան եք ասում համ երկիր էին պահում համ երկրապահ էին պահում համ Արցախ էին պահում համ սահման էին պահում հա կարող է երկու հատ էլ բենզալցական էին պահում բա այդ տավարի ցավեր հա հայրենիքն եք հանձնել համ սահմաններն եք հանձնել համ Արցախն եք հանձնել համ Սյունիքի բարձունքներն եք հանձնել համ Գեղարքունիքն եք հանձնել համ Տավուշն եք հանձնել 5000 զոհներ տվել եք 10000 հաշմանդամը բերել եք քառապատկել եք բանը հետել մի հատ էլ ինչա աշխարհիս ամեն ինչի տարածքի տեր եք դարձրել բենզալցականների ու գազալցականների տեր եք դարձել Սասունի նմաններին գիտեք ես չէի մտածում որ բոմժ ողորմելիներին հա ես չէի մտածում այսօր կարիք կլինի այս թեմային անդրադառնալու բայց որ խոս բացվեց Մանվելից չեմ կարա հետ չգնամ ու չֆիքսենք որ ամեն դեպքում այս ամեն ինչ սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանից երբ որ պատերազմ է երկում գնում պատերազմին պետքա հավասարաչափ արդար մասնակցություն լինի բոլորի կողմից հիմա Հայաստանում երբեք ու դրա որոշումը Լևոն Տեր-Պետրոսյանին է եղել ոչ մասնակի ոչ ամբողջական զորահավաք չի հայտարարվել 90-ականներին թեպետ
թուրքերը ասեն գրավել են Արցվաշենը, որը Հայաստանը ընդունում էր, որ իր տարածքն է։ Ու այդ ժամանակ Լևոնը իդեպ դիմել է հապկի, այդ վաղտելը հապկ չէր, բայց այդ հապկի պրոտոտիպին էլ այդ պայմանագիրը ստորագրած երկրներին, որ մի հատ հələ բան արեք ժողովուրդ, մեր տարածքի վրա արձակվել են։ Թուրքերը ռմբակոծել են Վարդենիսը, Կրասնասելսկը, սահմանակից մի հատ մարշ չի եղել, որ չհարձակվեն։ Այսինքն բոլոր հիմքերը Հայաստանի Հանրապետությունը ուներ պատերազմական դրություն հայտարարելու, ըստ այդմ մասնակի կամ ամբողջական զորավարակ անելու։ Լևոնը դա գիտակցված չի արել։ Նույնիսկ 93-94-ի ձմռանը, երբ որ կատաստրոֆիկ էր Ղարաբաղի վիճակը, ասենք, գիտեք, հիմա արդեն շատ դժվար էմոցիաներ են գալի այդ ասելուց, առաջ հպարտություն էր գալի, հիմա արդեն, չգիտեմ, հպարտություն, դառնություն ողջ իրար խառնված, ասենք Մարտակերտի շրջանի Վաղոհաս գյուղում գրեթե ամբողջ արական բնակչությունը զոհվել է 90-ականների պատերազմին։ Հասկանում եք, ինչա նշանակում։ Չի, դուք Արցախում ընտանիք, արցախցիներ մեջ ընտանիք գիտեք, որ կորուս չունենա։ Հիմա դուք խոսում եք Հրազդանից, Մեծ Թաղեր գյուղը Հադրութի շրջանի ավելի շատ զոհ ա տվել, քան այսօրվա վարչատարածքային բաժանմամբ ամբողջ Կոտայքի մարզը իրար հետ վերցրած։ Ու այդ իրավիճակում, երբ որ դու հավասար, արդար բան չես ապահովում, որ կռվում ա մեկը, կռվում են բոլորը։ Ինչ ա ստացվում։ Ստացվում ա, որ մի հատ մանվել, որը այտենց մարդու սիրտը քաշել է, ինչ-ինչ հանգամանքներով հայտնվել է այդ կռվի մեջ 89 թվից։ Եղել է գերի ռուսական ամոնին, ադրբեջանցիներին, ծիծ ու ջարդ, մանվելին, երբ որ գնացել էին Ղարաբաղցիները Քոչարյանը, Սարգսյանը, բան, հիվանդանոցից փախցնելու հոսպիտալից, էլ այդ ժամանակ սովետական միություն էր։ Անճանաչելի էր, մանվելը տեղից է չաղ մարդ էր, շկաֆ էր դարել այդ ծեծից։ Հետո պատերազմը այդ մարդը ծերից ծեր անցնում է, Հադրութ է պահում, Հորադիզ է պահում, Մարտակերտ է պահում, վաղտին վրա ասում են Մարտակերտը մանվելի հողն է, այտենց որոշ մարդիկ վատ են զգում, ֆեոդալիզմը, ֆեոդալիզմ չի, 5-րդ բրիգադն է այդ հողը պահել։ Ու հետո մանվելը հայտնվում է արդեն խաղաղ կյանքում, բնականաբար նաև այդ իրան զոհողությանը համաչափ ստանում է ինչ-որ արտոնություններ, կարգավիճակ, ու հայտնվում է ինչ-որ մեկը, որը երբ որ մանվելը հանդե ծեծ ու ջարդ էր ուտում, օմոնականների սապոգների տակ, իր կիններ գերի ընկնում, խոշտանգվում։ Հայտնվում է ինչ-որ մեկը, որը այդ նույն ժամանակ ստե Երևանի փողոցներում գոռում էր դոլար առնեմ, դոլար ծախեմ, կամ այն դախլեկը դրած հիշում եք, հատիկով սիգարետ էին ծախում, հետո որ սկսում էին աբլավները գնում մտնում էր կնգափեշի տակ, որ հանկարծ Երամսյա հավաքով չտանեն Ղարաբաղ։ Էդի մկայնում ասում բախի մանվելը ընդ շլակ բամ այշ միացնում։ Բայց դու էլ գնայր 89-ին մանվելի այդ Ղարաբաղ, գնայր դու էլ ծեծ ու ջարդ ուտեիր։ Կամ մանվելին օգնեիր փախցնեիր, ոչ նա ծեծ ու ջարդ ուտեր, ոչ դու գնայիր կռվեիր, բայց մարդուն չես կարա մեղադրես։ Այդ պետությունը պետք է ապահովեր, որ բոլորը Ղարաբաղում, երբ որ Պաշտպանության պետական կոմիտեն ստեղծվեց Քոչարյանի գլխավորությամբ, ոնց դա ապահովեցին։ Միանգամից 3000-ից կռվող զորքը դարավ 15000, բոլորին դրեցին, զորակոչեցին, հələ ով էլ փախել էր Հայաստան, դե պարզ բնական բան է, պատերազմ է, եթե պետությունը այդպես բրախլամա թողնի, սաղ է կփախնեն, աշխարհի ամենակռվող ազգն է։ Ու Ղարաբաղցիների մեջ էլ այդ վաղ կային, բայց պետությունը հետևողական եղավ, հələ մի հատ դիմեց Երևանի իշխանություններին, որ այդ մարդկանց ցուցակագրեք, հետ ուղարկեք։ Ու Ղարաբաղցիները այդ փայլուն գրեցին իրանց զենքի պատմությունը։ Բայց ինչի՞ դա ստեղ չապահովեց։ Իսկ հետո դրվեց այդ անարդարության հիմքերը, որ տենց տեղից վեկացողը կարող ասել բախի մանվելն ունի։ Ու էլ բացատրողել չկար, որ այս պատճառով։ Բայց հիմա ինչի՞ չեն ասում, ինչի որ մանվելի են մյուսի կեսը Սասուն Միքայելյանը չի արել, անգրագիտությամբ էլ sense հատուկ բանը փայլում է, անբարոյականությամբ էլ հետ է, այսօր ասում է դա ինչա արխայություն է, տղամարդու արխայություն է հայել է, անասուն։ Բարես բուն իմաստով անասուն, տղամարդու արխայությունը հայհոյելն է։ Այսպիսի բան դուք, ասենք, ինչ ուղղում կար էլի, sense այդպիսի բան ես չեմ լսել, ես լսել եմ, որ ասենք ինչ մարդ պետք է քֆուրի համար պատրաստ լինի պատասխան տալու, այո։ Երկրորդ այտենց արխայություն բան, այդ գիտեք ինչ փոքր երեխեքին Երկին հանձնած վիճակը տել է արխայություն, թե Հրազդանում Կարաբաս, Բարաբաս միլիոններ այտենց գազալացականներ ու բենզալացականներ, որ դուք ասում եք դա ուժի ցուցադրության։ Ավիրում են, գիտեք, չէ՞, Միջալոց Հրազդան, Ծաղկաձոր, ավիրում են համատարած քարուքանտ այդ ծառերը, ծառահատումներ, այս Կարաբասինն է, այս սրանցն է, այս Նիկոլի օլիգարխինն է, այնտեղ շենք է, այն մի օլիգարխինն է, այս սա օլիգարխները կեսը բոմժ են, կեսնել են հնից ատամները կրճտացնելով 90-ականներից Վանոյի ժամանակներից տենց ախորժակով, ախորժակները, դա գիտես են որ օլիգարխն է, որ մի հատ պատի հարց կար, պետք է մի մետր հետ գնաց, իսկ քանի դիակ է փռեց։
այդ պատի համար։ Հիմա այդ տականքին որ խոսցնես, կասի, «Ա ինչ անենք, Արցախը տվել են»։ Բա տականք, քո պատը 10 մետր, որ 5 մետր, ի՞նչ 10 մետր։ Այնտեղ հիշում եմ, այս բանում 2 մետրի հետ գնար, դիակ էր, որ փռում էի, որ այդ 2 մետրը հանկարծ այս կողմ չգար։ Հեկտարներով 100 միլիարդի հարստություն տվել ես, კი վեճները չի։ Ինչ են տվել, ինչ են արել։ Դե իրանց ուտր չի։ Ես ինչ մարդիկ են սրանք, ես որտեղից։ Լավ, հիմա գալով Հայոյանքին, բացի ուժի ցուցադրությունից ինքը երկրորդ բանին էլ է բերում ու ասեն սահուն, հեսա ոնց է չլինի կպտտվենք կգանք ինչ որ նախընտրական թեմայի առաջացնել ապաթիա հիասթափություն մարդկանց մեջ այն մարդկանց չէ ովքեր որ ենթադրաբար պետք է գնան իրանց ընտրեն չէ իրանց ընտրողներին կակրած դա ուժի ցուցադրությունն է մոբիլիզացիա դուխտալա թևավորելա եւ այլն բայց այն ոչ իրանց ընտրող ու ոչ sense լրիվ կողմնորոշված իսկ այդ քիչ չի էլի մեր բնակչության համար երևի մի 40-50%-ն է Այ այդ մարդկանց մոտ առաջացնել բան որ լավ է, ինչա, ինչ ընտրությունների գնամ։ Այսինքն այդ խուժանապետությունը բերում առաջ։ Շատ կարևոր է որ տեղի ունենա անդիմադիր էլեկտորատի արկա կամ պոտենցիալ մոբիլիզացիա, ավելի պարզ ասեմ, մարդկանց ընտրատեղամաս տանելու process-ը։ Ասեմ ինչ նկատի ունեմ, ընտրությունները մի տեսակ վերածվել են Instagram-յան, Facebook-յան ռիլերի մրցույթի ով ավելի տենց կրեատիվ ռիլ կնկարի, ում ռիլը ավելի շատ դիտում կհավաքի, նախընտրական քարոզարշավը վերածվել է բանի, ինչ-որ միջոցառումների շքերթի, ով ավելի ճոխ միջոցառում կանի, ում միջոցառմանը ավելի շատ մարդ կգնա, սրանք նախընտրական քարոզչության պետքական մասն են, անհրաժեշտ են սրանք, բայց բավարար չեն պետք է հասկանաս ոնց է նախ կոնտրական օրենսգիրքը ձևակերպված եւ ինչա քո մշակույթը իսկ մշակույթը այնա որ մարդը կարող է պարտաճաներ քո ամեն ռիլին լայք դնի որոշի որ քեզ է ընտրելու բայց այդ օրը Կիրակին բացվի անձրևոտ լինի հունիսի 7-ը անձրևոտ լինի բան լինի առանձնապես հավես չունենա չխորանա լավ էլ դե ասի մեկը անցնել այն օրինակ Ոնց ինչ անել, որ ընտրողը հասկանա, որ պիտի անպայման գնա ընտրության։ Դա աշխատանք է, եւ այդ աշխատանքը արվում է գետնի վրա։ Բան չի մնացել, 2 ամիս է մնացել։ Դրա համար դեռ չէ։ Ես ուրիշ բանի մասն եմ խոսում։ Բոլորը, այո, հիմա կակրած զբաղված են նրանով, որ փորձեն ոնց ասեմ, ներկայացնել իրանց ասելիքը, իրանց ծրագիրը, որը բնականաբար ոչ մեկը չի կարդում, հատկապես երբ որ տարբեր տեղերից copy paste արած արնում է ծրագիրը ոնց ինչ-որ կրեատիվ բաներ նկարեն, բայց այ դրա համար, այո, ճիշտ եք, դրա համար 2 ամիս է մնացել, ուշ է, այս մի տարվա մեջ, կոնկրետ մի տարի բանի դեպքում, ամենակարճ պերիոդն եմ ասում, պլյուս ուժեղ Հայաստանի դեպքում, որը մի տարի է, որ կա, մի տարուց է քիչ, մնացածի դեպքում նախորդ 5 տարին կարելի է ասել, ինչ եղել է, հիմա ժամանակն է արդեն բերքահավաքի, ինչ ցանել ես, այդ ես քաղելու, 2 ամսում էլ չես հասցնի ցանես ու աճի, քաղելն է կարևոր Իսկ քաղելը ընդհանրապես որևէ կապ չունի այդ ռիլերի, բաների, իվենթների, միջոցառումների հետ քաղելը։ Ակտիվի հետ հանդիպման, հիմա վերջին 2 ամիսն է նոր գնում են ակտիվի հետ հանդիպման։ Էդի հələ կարող է օգուտ տա, այդ կարող է օգուտ տա, որտեղ հենց ակտիվին եմ գալի։ Այս 2 ամիսը պետք է հողի վրա, գետնի վրա մարդկանց հետ աշխատանք, մոբիլիզացիոն աշխատանք, ոչ թե քարոզչականի վաղտ արդեն գրեթե անցած է, պլյուս մինուս մի տոկոս էսկոմ ենկոմ կարող է այդ բան փոխի չփոխի։ Բերեմ օրինակ դուք լավ կհասկանաք ես ինչ եմ ասում։ Հիմա ընդդիմությունը պետք է առաջնահերթ, չեմ ասում միայն, առաջնահերթ զբաղված լիներ հետևյալով։ Գնար մարդկանց դուրը ծեծեր, բայց հələ որ քարոզի համար չէ, հատկապես որ կարող բռնեն, ասեն քարոզչության սեզոնը չի սկսել ես անում։ Դե ինքը գնացել է։ Մարդկանց դռները ծեծեր, եթե դուր չի ծեծել։ Այսինքն կարա անի։ Ասել բարև ձեզ։ Ձեզ մի հատ մենք այսինչ բանից ենք, ուժից ենք բայց քարոզչության համար չենք եկել, էլի ձեզ մի հատ սայթ ասենք ինտերնետային, մտեք նայեք հանկարծ ձեր տան վրա լևի մարդ գրանցած չի։ Այս սրանից պիտի սկսի առաջին երթ աշխատանքը։ Մարդկանց բացատրես, որ հեսա ընտրությունն է, մի հատ մտի ստուգի 12 հատ հնդիկ, 3 հատ էլ, չգիտեմ, հայ գրանցած չլինի լևի տանը վրա։
որ մարդը նայի իրախոդով գնա այդ հարցը սկսի բան անել երկրորդ քայլը Երկրորդ քայլը արդեն երբ որ սկսվում է, գալի դուրս ծեցում ես, ասում ես հիշում եք, ես եկել էի մի 10 օր առաջ էլ նայեցիք, բան, հա նորմալ է, չկար, վայ գրանցել էին հələ այդ խուժաններին նայի, պետք է գնաք паспорт սեղան, ասեք դրա մասին, որ այդ մարդկանց հանեն։ Իսկ կարող է մի 10 րոպե ժամանակ ունենաք, հիշում եք, մենք ասել էինք, որ այսինչ ուժից ենք ելը, մի 10 րոպե նստենք, զրուցենք մի քիչ չայ, կոֆե, ոնց հասկանում եմ դուք էլ բարեխիղճ քաղաքացի եք, մի հատ ներկայացնենք մեր ասածը։ Սա է աշխատանքը, սա է մենակ ձեն բերելու։ Ես դες հավատացնում եմ, որովհետև այտենց լայք դնող, սրտիկ դնող այդ ռիլերին լիքը կարա ալնի։ Հələ մի մասն իսկ Հայաստանից չի ընտրողել չի այդ մարդիկ, լավ, թողենք մի կողմ։ Մարդկա չափում ասում գիտեք TikTok-ում այսքան իրան նայում են, սոցիալում պիտի վերևում գրենք իր անունը։ Այն մեկին չգիտեմ TikTok-ում քիչ են նայում, նայեք ես ինչ տարածում ունեմ, սենց բաներով են չափում։ Այդ Բայց դու հասկանում ես ինչ ողբերգության մեջ ենք, հարևան երկրում այս պատերազմը երկրի կեսը չկա, տվել է, այս խայտարակությունները իշխանության գլխին նստած են, մենք այս վիճակում կոնկրետ ինչ ասեմ, այն որ ժամ գործանող, րոպե երկիրը բանանող Ռոբերտ Քոչարյանը, ասենք, ստիպված ինչով է զբաղված, չէ որ պիտի այս ամբողջ աղետը կասեցնի, նա ինչ չի էլի ամեն օր մի հատ Ռոբերտ Քոչարյանն այս երկրում ծնվում, Սամվել Կարապետյանը, որ այն արարող, շենացնող, այտենց հզոր մի հատ դեմք է աշխարհի, հա, բաներն է արել այս երկրի համար, հիմա փակված է, նստած, չգիտեմ, պետք է մտածի այնտեղ այն պահի, այն անի, այս մարդիկ, ասենք, կոնկրետ ժամ երկրի համար անող մարդիկ են, չէ, ու հիմա մենք եկել ենք այս խայտարակությունների ձեռքը, ու պիտի ստիպված գնանք դռնեդուռ այս խայտարակություններին իշխանության բերած մարդկանց բան բացատրեց, որ այ ընկեր, տունը որ դու նստելու ես, այս պատուհասները որ մնան իշխանության, գալու են քո տան մեջ, քեզ չգիտեմ ինչ անեն։ Դե ընտրությունների կանոնը է դա։ Այսինքն եթե քաղաքական ուժը գնում է ընտրության, հիմա ուզես բոմբ գցես, ինչ ուզում ես անես, դա է, այսինքն պետքա գնաս մարդուց քվ բան անես, խնդրես, դրան ձև կա։ Հիմա ասում եք ակտիվի հետ հանդիպումը, լա ակտիվի հետ հանդիպումը տեղավորվում է քիչ թե շատ իմացած տրամաբանության մեջ, ռեալ գալիս ես, մարդը կարող է տատանվում էր, բան, ասի լավ, հələ գնամ մարդը եկե հասել եմ, գնամ ես էլ լսեմ ու իրոք դառնա ընտրող։ Այդ քիչ թե շատ մոտ է իմացած, ինձ ոչ եմ ասում անձամբ պետք է առաջի համարները գնան դռնեդուր։ Այդ կդառնա էլի բան, տենց շոու, բայց այդ շտաբեր, որ բացվում են, մի մասը արդեն բացել են, իրարից մարդ են գողանում եւ այլն, այդ շտաբերը պետք է դրանով զբաղվեն։ Հիմա վերադառնալով բանին, որ ասում եք օրհասական վիճակ է, ընդդիմությունը եւս մի անելիք ունի եւ այստեղ սկսվում է ամբողջ ճարաբաստիկ ողբերգական հատվածը մեր զրույցի։ Մի լավ ընկերոջ հետ խոսում էի վերջերս, ոչ ես, ոչ ինքը առանձնապես տես լավատեսությամբ չէինք փայլում այդ զրույցի ընթացքում, ասացի լսի, օրինակ որ սա կանգնի ապրիլի 8-ին, օրինակ Այն որ ապրիլի 8-ից մինչև 5 օր ամնում, որ պետք է մարդիկ տանեն կենտրոնական ընտրական հանձնաժողով թղթերը տան։ Ապրիլի 8-ին քննչականն է, դատախազությունն է, եսին որն է օրենքով սահմանված կարգով ինչ-որ մի ինստանցիա միջնորդություն ներկայացնի, որ խնդիր են գտել X կուսակցության մեջ, արդարադատության նախարարությունը նա զբաղվի։ Ու բռնեն կուսակցական կարգավիճակից զրկեն։ Մեկի դեպքում ասեն դե օրինակ քո կանոնադրությունը հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մենք պարտավորվել ենք ստրուկ լինել։ Լավ, ասին գտա, բաներ գտան։ Մյուսի դեպքում ասեն դրսից էս ֆինանսավորվում եւ այլն։ Ասենք ինչ ենք էլի անելու, դե ընկերս էր ասում առանձնապես ինքն էլ ահատեսությամբ չի փայլում, դե ասեց ինչ ոչի բան։ Իրականում ոչի բան չի, իրականում անելիք կա, բայց այդ անելիքը հնարավոր է միասնականության դեպքում։ Դրա համար եմ ասում գալիս ենք զրույցի ամենաողբերգական հատվածին։ Ինչ ցույց տվեց եկեղեցու պաշտպանությունը։ Գոնե եկեղեցու պաշտպանության ներկա փուլը, որովհետև դեռ այս տեմպերով որ շարունակենք ու սա արդեն ընդհանրապես ծիծաղալու չի, էլի է կարիք լինելու եկեղեցին պաշտպանելու։ Դա ցույց տվեց, որ եթե դե ֆակտո իշխանությունները հանդիպում են իրենց սպասածից ավելի մեծ դիմադրություն, իրենց սպասածից ավելի կազմակերպված դիմադրություն, իրենց համար դա խնդիր է դառնում։ Մեծ խնդիր է, փոքր խնդիր է, չգիտենք, այդ իրան գիտեն, բայց խնդիր է դառնում։ Ես գրեթե վստահ եմ, որ իրանք այդպիսի դիմադրություն չէին ակնկալում, իրանք մտածում էին մի քանի քահանա նվիրված բան իրոք ուղղափառ հավատքի մեջ եկեղեցական օրինապահության մեջ հաստատական մի քանի քահանա բան եպիսկոպոս այդպես կխոսան ինչ պետք է անեն անդիմությունը դե իրար աուտոմ սաղ նախընտրական քարոզարշավի մեջ են կլղճեն կգնա չեղավ
հիշում եմ այն ամենակրիտիկական օրը, հիշում եք մենք իրար այնտեղ տեսանքել էինք միացնում, բոլոր ընդդիմադիր ուժերը կային։ Կարող է մեկը մեկից մի քիչ հեռու էր կանգնած, բան, մեկը մի քիչ կենտրոն էր, մեկը մի քիչ ֆլանգային էր, բայց բոլորը կային։ Եղավ այն ինչ եղավ։ Իրանց համար դա շատ ծախսատար դառավ այդ պայքարը, այս պահին ինչ բառով ուզեք կասեք, դադար են վերցրել, հրադադար է, թայմ-աութ է, ինչ որ մի բան է, ակտիվ գործողություններ չկան եկեղեցու դեմ։ Հիմա նույնիսկ եթե իրանք որոշեն առանձին վերցրած ինչ որ մի ուժի դեմ նման բան անելու, մի բան է, որ իրանք իմանան, որ մենակ այդ ուժն է ինչ որ բան փորձելու անել, պայքարել, բողոքել, միտինգ անել, չգիտեմ ինչ անել, մի բան է իմանան, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը մեկ մարդու պես գա ասի, հա դուք կոնկրետ հիմա իրանց եք փորձում զրկել կուսակցության կարգավիճակից, բայց կներեք, հետո էլ մեզ կզրկեք։ Իրա դատը նաև մեր դատն է։ Դա արդեն լրիվ ուրիշ բան է։ Բայց հիմա ես չեմ դուք եք ռետորական հարց տամ։ Տեսնում եք դուք դաշտում նման միասնականություն։ Կրկնում եմ, սա բռնապետական ռեժիմ է, բնույթով, աշխարհընկալումով, որի դեմ այս պահին, որի դեմն առնելու երկու մինչև ընտրությունների օրը երկու ձև ունի ընդդիմությունը։ Մեկը միասնականությունն է, երկրորդը սխալներ թույլ չտալը։ Ցանկացած տեսակի սխալ, լեզվի սայթակում, գործի սայթակում, սխալ թույլ չտալը։ Ես այս երկու գործիքակազմից, միգուցե այստեղ ինձ ավելի խելացի մարդիկ են գալիս, չգիտեմ, իրանց հարցրեք, այս երկու գործիքակազմից զատ ընդդիմությունը ունի ինչ որ ուրիշ բան, որով օրինակ կարա այդ իմ ասած վատ սցենարը կանխի։ Ես չեմ տենում։ Միասնականություն եւ սխալներ թույլ չտալ։ Պարզ օրինակ սխալ, եթե դու հելնես հրահրես նենց բան ասես, որ սրանց դեռը կոզր տաս։ Դες էլի գալիս ենք այն նույն կետին, Էդգար, որ մենք հաճախ ենք դրա մասին խոսել։ Ես կարծում եմ, որ մեր դժբախտությունը նաև նրանում է, որ ընդդիմություն կոչվածները եւ ընդդիմադիր էլիտա կոչվածները իրենք էլ չեն գիտակցում, թե արժևում ինչ է։ Ես համոզված եմ ընդդիմադիր առաջնորդներից շատերը, թե մեզ ինչ է սպասվում, խորքային առումով իրենք չեն հասկանում, որ այլևս չպետություն, մենք գալիս ենք դրա, որ պետություն չի լինելու, որ այս երկիրը չի լինելու, եթե այդ գիտակցում իրենք ունենային, իրանք կգնան, իրանք կանցնեն մի շարք բաների վրայով, չնայած իրականում անցնելու բան էլ չկա, մեծ հաշվով որ նայենք, ինչի վրայով պիտի անցնեն, որ միասնական լինեն, չէ, իրանք կանցնեն դրա վրայով, ինչ զողողության մասն է, կանցնեն դրա վրայով, բայց քանի որ իրենք մտածում են, ես չգիտեմ, իրականում նաև տկար են, էլի, ընդդիմությունն էլ է մտքից տկար։ Ինչքան դու պիտի մտքից տկար լինես, ինչքան դու պիտի հայրենիքով չշնչես, չապրես, կամ դու ինչքան պիտի բան լինես, որ դու չհասկանաս, թե ինչ է սա, եթե իրենք գիտակցեն, որ այս վերջնական կործանման մի հատ փուլ է գալիս, որովհետև այդ տահասները, ընդդիմադիր առաջնորդ տահասները, բառից բուն իմաստով, որ չէին գիտակցում, որ Արցախ է կորրելու, որ մեր նման մարդկանց ասում են ապուշություն եք դուրս տալիս։ Այդ դեբիլներին հանդիպել եմ, չէ՞, ես այսօր ընդդիմության առաջնորդներ են, չգիտեմ ինչ են, այնտեղ ասում են, ինչ ես անկապ խոսում, ոնց կարող Արցախը կորցնենք, ոնց կարող է այդ տարածքը, ոնց կարող է Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա այս նույն տահասները վեր ընկած ընդդիմության մեջ ինտրիգներ են անում, զբաղված են ու չգիտակցելով, որ այս Հայաստանը չի լինելու։ Եթե իրանք այն ժամանակ գիտակցեին, որ Արցախը չի լինելու, Արցախի ընտրություններում էլի կեղտոտ բաներ չէին անի։ Էլ ինչ որ թևերով չէին գնա, մի հատ էլ Արայիկ Հարությունյան չէին պաշտպանի։ Չգիտեին Արայիկ Հարությունյանը ով է ինչ է անում։ Չգիտեին որ Նիկոլի, չգիտեին որ նա տեսանելի չէ որ Նիկոլին է ծառայում եւ ով է այդ սրիկան։ Չնայած այսօր չեմ ասում, որտեվ թշնամու բանտում է ինքը գտնվում։ Կգա այստեղ հետո բան։ Հիմա նույնն է, իրանք չունեն այդ պատասխանատվությունը, կարող է այդ գիտակցումն էլ ունեն, բայց մի հատ գեր ինչ որ բան կա, որ այս մարդիկ չեն հաղթահարում եւ այդ միասնական բանի չեն, բա ինչ կա, ինչ չեն հաղթահարում։ Ստեղ ունեն այդ գիտակցումը, եթե այդ գիտակցումը կա, եթե այդ գիտակցումը լինի, դու վստահ ես որ ոչ մի բանի չեն նայի։ Եթե այդ գիտակցումը կա, որ տնավեր ես լինելու, տնական ես լինելու, հայ չի մնալու այստեղ, այդ գիտակցում ունեցող մարդը չի գնա ինտրիգների, չի տարանջել, չի մասնատ իրան խելոքի տեղ դրած։ Այս վերջերս մի զրույց ես պատմեմ այս թեմայով։ Այտենց համախոհ մարդկանց շրջանում զրույց էր, բարձա ես էլի առաջ էի տանում այն ինչ որ մտածում եմ, այստեղ եմ միշտ ասում, որ չպետք է ընդդիմությունը իրար թիրախավորի, բան։ Զրույցի մասնակիցներից մեկը ասաց, բայց Էդգար ջան ասաց, հասկանում եմ քո ասածը, դու նկատի ունես, որ ազգային ազատագրական պայքարի կարիք մենք ունենք, որովհետև երկրում թուրքական իշխանությունը հաստատված, ասում եմ ընդունում եմ, հարց չկա։
Բայց ասում եղբայր ջան, կներես, ազգային ազատագրական պայքարի դեպքում, օտարերկրյա լծի դեպքում ինչ ընտրություն։ Եթե ընտրությունն է, նորմալ է, որ բոլորը բոլորին ուտում են։ Ես չհամաձայնվեցի եւ հիմա ասեմ այնտեղ ինչ եմ պատասխանել ու պարզաբանենք, էլի։ Այո, երբ որ ընտրություններ են եւ մեկից ավել ուժ է երկուսից ավել ուժ է առաջադրվում, բնական է, որ ավտոմատ ստացվում է, այնպես է ստացվում դասավորությունը, որ բոլորը պայքարում են բոլորի դեմ, որովհետեւ բոլորը պայքարում են քաղաքացի X-ի ձայնի համար, վիճակագրորեն այդ X-ի ձայնը տարբեր տոկոսային բաշխվածությամբ կարա յուրաքանչյուրին գնա իրանցից, ասում եմ, որ բոլորը պայքարում են իրար դեմ հանուն X-ի ձայնի։ Դա է պարտադրում ընտրությունների տրամաբանությունը։ Եվ այո, ազգային ազատագրական պայքարի ժամանակ ընտրությունների լավագույն ձևը չեն հարցը լուծելու։ Բայց ես ինչ օրինակ բերեցի, ասին այ դու կարաս, ասենք 6 հոգու կամ 16 հոգու գցես մի հատ սենյակ, բանտարկես էլի, եւ սնունդ չտաս իրանց։ Դատապարտես սովամահության։ Այդ 16-ից մեծամասնությունը ինչ որ պահից կսկսի իրար ուտել, բառի բուն իմաստով, ծիծաղալու չի էլի, որովհետև դա է իրանց պարտադրում, իրանց վիճակը։ Բայց միշտ է լինում է փոքրամասնություն, որը նախընտրում է մեռնել, բայց չկորցնել իր մարդկային դիմագիծը։ Ասում ախպեր, ես սովից կմեռնեմ, բայց ես մարդու չեմ ուտի։ Ես կմեռնեմ։ Այսինքն վերականգնում պարտադրված վիճակից։ Հիմա այո, ընտրությունները պարտադրում են վիճակ, որ բոլորը բոլորին ուտեն, բայց այստեղ է որ պետքա այդ գիտակցությունը գա ձեր ասած, պարզ, հա, մարդկային բարոյականություն, կամք, գիտակցություն, հասկանալու որ լավ օրից չի, որ մեզ գցել են այս սենյակը, փագել են մի հատ սնունդ չեն տալիս, ստիպում են որ իրար ուտենք, բայց մենք պիտի դրանից վեր կանգնենք։ Ինչն է խանգարում, իբր պարզ բան եմ ասում, սա փիլիսոփայություն չի։ Այն օրը, հա ով նկատեց իսկի։ Ընդունեցին օրենք սրանք, թե օրենքում փոփոխություն էական չի։ Այսուհետև պետական եւ համանքային նշանակության հողեր եկեղեցուն մեր էլի առաքելական եկեղեցուն անհատույց չեն տրամադրվելու եկեղեցապատման կառուցապատման համար առաջ կար տենց օրենքը Կաղոդաժու Լևոնի վախտից կամ չեմ Քոչարյանի Սարգսյանի փոխեցին, всё, էլ տենց բան չի լինելու։ Կոպիտ ասած իմ եկեղեցին որ ուզենա եկեղեցի սարքի։ Պետք է հողը գնի։ Պետք է առնի վարձակալի մի խոսքով։ Հայոց հարց։ Ով անդրադարձավ ոչ մեկը։ Հիմա ի՞նչն է խանգարում մրցում են ընդդիմադիր ԱԲԳԴ ուժերը։ Թո անվերցնի քննադատի հետ իր պրիզմայից, բայց թիրախը ուղի այդ օրենքը ընդունող դե ֆակտո իշխանություններին։ Օրինակ ասի իմ ժամանակ է ենթադրենք այդ օրենքը ընդունվել կամ իմ ժամանակ այսքան անհատույց հողակտոր է, այսքան հեկտար մակերեսով տրվել եկեղեցուն, այս ինչ են անում այս խուժանները։ Այն մյուսը թո վերցնի իրա ջերգով, իրա տեսանկյունից ասենք իրավականով ենթադրենք, ասի տեսախայտարակություն է, որտեվ եթե սահմանությունում գրված է, որ պետությունը ճանաչում է բացառիկ իրավունքը, դա հո մեռյալ տող չի, այդ գրվածից պետք է ինչ-որ բան բխի։ Օրինակ, այդ օրենսդրական արտոնությունը, հետևաբար այդ օրենսդրական արտոնությունը չեղարկելը ինքնին օրենքի խախտում է, որտեվ հակասում է սահմանադրությանը, այս ինչ խուժանություն են անում այս իշխանությունները։ Երրորդը թո վերցնի, ասի, չգիտեմ, ես արձան դնող մարդ եմ вообще, ես որ դառա սաղ երկիրն ենք անհատույց տալու եկեղեցուն, թո տենց արձաններ եկեղեցիներ խաչքարեր դնի, օրինակ։ Մի օրինակ ես էսպես բերում եմ։ Մի օրինակ եմ բերում, ոնց կարելի է արա մրցեք իրար հետ ով ավելի լավ կքլնգի իշխանություններին, այդտեղ մրցեք։ Եվ դա կդառնա այնին բերած օրինակը։ Ես էլ եմ դա ուզում ասել։ Հիմա ասենք որ Թաթոյանը որոշել է, որ պարզա չէ, որ հանձնարարություն կամ ինչ-որ խորհուրդ են տվել, գնա թիրախավորի այս մեկին, ասենք իմ նման են, մյուսին նման մարդիկ ասում են, այս թյուրիմացություն է, չէ՞, այս մարդը, ընկեր, եկել է երկիրդ գրավել են, այս վիճակի մեջ է երկիրդ, դու գնացել ես ազատագրող, անկախություն, խաղաղություն պահող երկիրը տնտեսապես զարգացող մարդուն, ասում ես, вообще դու ով ես, սկսենք դրանից, մի հատ անցած ճանապարհներով էլի, եթե դատենք, դե ամեն մեկը իր տեղում ինչ որ մարդ է, չի կարելի ինչ որ մեկի ման։ Հա, ես նկատի ունեմ անցած ճանապարհով, արածով, բանսեց մի հատ նայենք էլի, ինչն է այդ մարդուն ստիպում, այսինքն ինչն է ստիպում, որ դու փոխանակ այդ էներգիա ծախսես, Նիկոլին քննադատես, հիմա ասենք մի հատ Էդգարներ օրինակ բերեց, տենց կարելի է մի 10 օրինակ բերել, չէ՞, 1000 օրինակ բերել։ Ինչն է քեզ ստիպում
Չէ, ինչն է օրինակ Թաթոյանի ստիպում, որ գնա դանի։ Ինչն էր օրինակ Գոհար Մելոյանի ստիպում, որ ասի, ես վստահ եմ, մենք հաղթելու ենք, մենք ունենք մեր տեխնացում։ Ասում է դու գնում եք երկրորդին ընտրելու, որ ասի դու անբարոյական ես։ Դու ո՞նց ես նույն հարթության վրա դնում, ասենք, երկրորդ նախագահին եւ բանին։ Էդը պետք է ասել, նայեք։ Մենք գործ ունենք པարզ, ինչ ասեմ։ Արա ախր գալիս են այս իշխանությունները, ասում են, նայեք, Սալավյովը sense բան է ասել։ Դավայ, հələ թափով հերքեք։ Ու սաղ ասենք ընդդիմադիր դաշտը մեկը մի քիչ sense, մեկը չուզենի Սալավյովին համարյա։ Մեր դժբախտությունը հենց դրանից սկսեց, երբ որ իշխանապողությունից հետո սկսեցին նախկիներին բան ասել, նախկիները փոխանակացին, դու ձեններդ կտրեք մեր արածին, սկսեցին արդարանալ։ Սկսեցին արդարանալ, ոչ Գոհար Մելոյանը արդարանալու համար ասում է, ոչ մենք ջան չենք տալու, բանի, չի լինելու դա, չգիտեմ ինչա։ Հա, արդարանալ է, բայց ինչի՞ց է գալի, որտեվ դու ընդունում ես քեզ պարտադրված կանոնը։ Արա, ինչ օրինակ վերեմ են, եկեք ջահելական օրինակ վերեմ էլ, ասենք որ աղջիկ տղա ռոմանտիկ հարաբերություններ են լինում, ընկերություն են անում, բայց մեկ էլ նայում ես մեկը անդադ ասում է դե եթե ինձ սիրում ես, էս արա, այն արա, դու գժվել ես։ Այդ ուրեմն դու ինչ չես սիրում։ Եթե նախ իմ սիրելու չես վստահում, մի հատ ասում ես էս արա, այն արա, կարող ես քո համար մուլտիկի բան եմ, կնոպկով բան անես։ Всё, դե ուրեմն հարաբերություն չկա։ Այդտեղ կա, այն ինչ որ հիմա մոդայի կա երիտասարդների, թինեյջերների շրջանում, ասում են տոքսիկ հարաբերություններ։ Չի կարելի դիմացին, երբ որ քեզ ինչ-որ բան է պարտադրում, դե սենց արա, որ ուրեմն սենց։ Չի կարելի անել։ Հիմա երբ որ գալի ասում են, դե հələ դավայ, Սալավյով հերքեք, Վիտալի Բալասանյան հերքեք, Քոչարյան հերքեք, ձեզ խաղի կանոն են պարտադրում։ Բարդ է այդքան կանգնել ասել, ապեր, ընկեր, դու ի վիճակի չես հասկանալու, որ եթե մենք առաջադրվել ենք, ուրեմն մենք ունենք առանձին ցուցակի առաջի համար, որը ենթադրում է վարչապետի տեխնացու։ Եթե մենք պետք է Պողոս Պետրոս Փիլիպոսին բան անենք, քվեարկեինք, չէինք առաջադրվի, կգնայինք իր հետ կոալիցիայի, ու всё, այս թեման բրսնում է։ Ոչ թե դու մի հատ էլ անվանական լավ, ասենք Գոհար Մելոյանը ճկուն չի կարողանում, չի տիրապետում նորա մտել, տենց բանը։ Անձերը չեն հարցը։ Չէ, մա կոնկրետ եմ ասում, որ դա տեղ հասնի իրանց։ Բա Թաթոյան ինչի է տենց հատուկ անում։ Լավ, հեսա կանադառնանք։ Բարձա չէ, նա ինչ որ հատուկ անում։ Սա հերթով կանադառնանք։ Հարցը անձերը չեն, դա համե տարբեր թեմաներ։ Հարցը անձերը չեն, հարցը որ իշխանությունը պարտադրում է խաղի կանոն, դե դավայց ասեք, բան Քոչարյանի հետ միանալու եք, չեք միանալու։ Այ ուրիշ ժամանակ բլբուլ եք կտրում, բան եք անում, դժվար է կանգնել ասել մենք ունենք վարչապետի մեր տեխնացուն, մենք գնում ենք հաղթելու համար, երկրորդ ով ասես որ առհասարակ մենք ինչ-որ մեկին պետք է միանանք, մենք նախատեսում ենք իշխանություններից բարձր տոկոս հավաքել, մեր գործունեության ամբողջ նպատակը, որ այս վարչապետը այլևս վարչապետ չլինի։ Բա հասնում են նրանց, որ այս պրիմիտիվները, ընդդիմադիր պրիմիտիվների հասնում են, կարմիր գծեր կա, մենք այդ կարմիր գծեր, մեկ էլ այդ կարմիր գծերի մեջ բերում են նույն հարթության վրա են դնում։ Դուք գնացեք հասունացեք նոր խոսեք։ 5 տարի է հմեկի եթերում այդ մարդը հաղորդավարը 5 տարի է սաղի կյանքը ուտում է այդ մի հարցով։ Մեկը ես չտեսա, մի օր տենց բան անի էլի, տենց տապալի է այդ մարդուն, իհարկե բան առումով տապալի քարոզչական, այդ որ ասում է լավ, ասենք թե դուք եք ընտրվել, ինչ եք անում։ Սկզբից 20 թվականից հետո ասում էր նոյեմբերի 9-ը չեղարկելու եք, հետո էդի դարավ Արցախը հետ բերելու եք, հետո էդի դարավ տրիպը չեղարկելու եք։ Երկիրը ծախում է, ասում է ես հո ես կարող եմ անել։ Չսպասի հետ գասեք, ես կարող եմ, չէ՞ ախպեր արել եմ, ծախել եմ, տվել եմ, տապալել եմ, կործանել եմ, բայց դու ինչ կարաս անես։ Դու ինչ կարա։ Այսինքն ինքը փոխանակ դրա պատասխանը տան։ Դե ինքը ասում է արդեն իմ բուժման արդյունքում հիվանդը կիսամեռ է։ Ինչ բուժման արդյունքում։ Դե ուրեմն Ռադդ Քարշի գնա։ Քո հետ միասին հաստագլխի մասին ես, չէ՞։ Բայց դեգեներատիվ։ Մոտավորապես։ Բայց 5 տարի ասենք այդ հարցին է նորմալ պատասխան չգտնվեց։ Մարդը քարոզչականով լավ հնարք է գտել, ուզում է բերի իր դաշտ, քո մանևրունակությունը սահմանափակի, քեզ քարոզչականով կրի։ Հիմա նույնն էլ է այդ։ Դամոկլյան սրի պես բոլորի գլխին կախել են այդ թեման, ախր երբ որ մյուս ընդդիմադիրները սկսում են արդարանալ, դե կոնկրետ հիմա օրինակով դե խոսանք, չեն կարող լողոզենք, չգիտեմ, Քոչարյանի հետ ասոցացվելու կամ իր հետ ապագայում կոալիցիա կազմելու եւ այլն, իրանք ընդունում են այս թուրքերի պարտադրած խաղի կանոնը, որ Քոչարյանը այդ բոբոյը ազդորում ավելի մեծ բոբո, քան գործող իշխանությունները։ Դժվար է հարց օրինակ պատտել, ասել մենք կոալիցիա չենք կազմելու, հիմա դուք տալիս եք հարց, որի պատասխանը 1.5 ամսից պիտի բան լինի։ Հասկանում եմ, լրագրող եք, ուզում եք, որ մեր ժողովուրդն էլ նայի հասկանա, մեր ժողովրդի համար ասենք, որ մենք ոչ մի դեպքում կոալիցիա չենք կազմելու ներկայիս վարչակարգի հետ։
Всё։ Ինչ անելու գալու է քեզ խեղտոց անի, ասի չէ որ չէ, հոտ Հա դե էշի։ պետունակ ասի խի։ Դերան խիտ է։ Հիմա բանի հետ կապված ազգային ազատագրական այդքան է չէ, ազգային ազատագրական պայքարի, գիտեք, երբ որ բոլորի մոտ լիներ այդ գիտակցությունը, որ մենք ազգային ազատագրական պայքարի մեջ ենք եւ ասենք ով որ խրամատից է կլիներ այդ իմ ասածը, որ բոլոր թիրախները կգնային իշխանության ուղղությամբ, որովհետեւ նույնիսկ ախր իրանք ինչ են ասում։ Ասում են դե ազգային պայքարի համար ենք էլի օրինակ բան անում, թեկուզ նույն Քոչյանին թիրախավորում, որովհետեւ բան է որովհետեւ 20 տարի լծված, սպասի, ասեմ էլի, չի, լծվել ենք, թևերս կշտել ենք, 20 տարի իրա դեմ աշխատել ենք։ Ու հակառեցինքը բերել ենք, ուրեմն իրանք մի հատ հակառեցինքը բերել են, այդ նվերը տվել են Նիկոլին, այն ժամանակ էլ Նիկոլին լավ փողը տվել են, նպաստել են այդ լրատվամիջոցներով, ամեն ինչ արել, հիմա ասում է, բա ինչ անենք, սա ունենք, գլուխը տուր պատին գնա ընդունի, որ դու ես արել, ու գնա խելոք ծառայի, օգնի, եթե կարող ես ինչ որ հարցով օգտակար լինել, բա ասում է, բա ինչ անենք, մի հարցն ուղղի ասի, էդ ով է արել։ Նայեք, հասկանում եմ ինչ եք ասում, բայց իրանք սենց է գնում էլի ընդհանուր մտայնությունը, որ ապեր կոպիտ ասած, հա, թեկուզ եւ եթե բանա, ազգային ազատագրական պայքարը, այո, բանը թշնամին մեկն է, բայց ասենք այս մարդը օրինակ, չգիտեմ, Կալյասկի վրա է։ Հա, էլի մեր խրամատից է, Կալյասկի վրա է, իրա ոնց տանենք պատերազմ։ Եկեք սենց բերեմ կենցաղային օրինակի, մի քիչ ավելի պարզ լինի։ Հիմա դուք առաջարկում եք խորանալ, թե այդ մարդուն ով հասցրեց Կալյասկի դուռը։ Ես առաջարկում եմ ազնիվ լինել։ Եվ մի քիչ էլ բարոյական։ Ես էս ավելի, ասեք, ավելի դաժան բան եմ ասում, էլի։ Իմ ասածը ուրիշ է, ախպեր, լավ, ենթադրենք այդ մարդը Կալյասկի վրա է ու ենթադրենք հիմա մենք պատերազմի մեջ ենք, չենք խորանում, թե ոնց տենց ստացվեց։ Այդ անտիրեյտինգը ոնց գոյացավ։ Հիմա արդեն պատերազմը դրել ենք մի կողմ անցյալը։ Բայց երբ որ դու չես խփում այնտեղ, խփում ես այդ ճակերտավոր Կալյասկով մարդուն, դու հասկանում ես, որ ընտրություններից հետո էլ կյանք կա։ Այդ մարդը շարունակելու է քո զինակիցը մնալ։ Այդ մարդը նույնիսկ Կալյասկի վրա, եթե մենք ընդունում ենք, որ ազգային ազատագրական պայքարը կարա իր բաժին օգուտը տա, ոտը չի աշխատում, գլուխը աշխատում է։ Բայց երբ որ դու տալիս ես այդ մարդու գլխին էլ ես խփում, դու այդ մարդուն լրիվ ես շարքից անում։ Բայց ընտրություններ կոչվածը Աստված չարած, որ պարտության բան արեց։ Այդ անտիրեյտինգ կոչվածը, որ հիմա էլ ավելի եք ուզում մեծացրած լինել, հետո ոնց է այդ մարդու հետ։ Հիմա էլ ասել եք, այնպես չի, որ անտիրեյտինգ ունեցող մարդուն պետք չի բան ասել, բա անտիրեյտինգ ունեցող մարդը նախ ինչի դու ոչ մի բան չես արել քո PR-շիկներով, քո պատասխանատուներով, որ դա է եղել։ Չէ, ուրիշ բան իմացնեմ ասում։ Քո միտքն եմ շարունակում, որ եթե այդպես է, որ ասում ես, այս ամեն ինչից հետո էլ կա, չէ, դուք պետք է եթե նույն խրամատում եք, պիտի աշխատեք։ Հիմա այս անտիրեյտինգ ունեցող մարդուն էլ պիտի ասել, այ ընկեր ջան, ուզես չուզես, էսա։ Հիմա ինքը կարող ասի, դե դրանք բերել են Նիկոլին չգիտեմ ինչ որ է այսօր խրամատում ենք մենք ունենք այս պատկերը այս մարդիկ կռվի մեջ են ուրեմն այնքան խելք ունեցի այնքան ճկունություն ունեցի որ կարողացի այս մարդկանց հետ առնվազն այս վտանգավոր կործանարար փուլում բան միասին աշխատել եւ ազատագրվել այս հրեշից այսինքն այնտեղ էլ կա մեղավորություն ինքն էլ չի կարող ես չգիտեմ այստեղ ինչքան անազնիվ են այնտեղ էլ ինչքան միամիտ են կամ չգիտեն ձև աշխատելու բայց ես կողմն էլ իրան մեղավորության նայեք լավ sense բան ասեմ էլի մեղավորությունն ասեմ որ մեկը գուցե գիտակցաբար մեկը չի հարցը ճիշտ է այդ անդերը որտեվ դա է Հայաստանի ազատագրության ճանապարհը գիտակցումը կա որ ազգային ազատագրական պայքարը դրանից բխող մնացած բաներով ախր այդ թվերը գիտեք այնքան ծիծաղալու ես մասնագիտությամբ սոցիոլոգ չեմ գլխանց ասեմ մի քանի անգամ ձեր եթերում էլ խոսել եմ մեր կազմակերպության իրականացած սոցիոլոգիական հարցումների մասին մենք զբաղվում ենք դրանցով արդեն գրեթե կես տարի է ել ենք պատրաստվում զբաղվել մեր հարցումները մասնագիտական բուն սոցիոլոգիական համայնքի շրջանում ապրոբացիա անցել են դրանք նորմալ են բան են բայց հատուկ ուզում եմ ասել որ համազգայունություն չլինի ես սոցիոլոգ չեմ բայց հիմա արդեն զբաղվելով ռեալ այդ գործով իմ համար այնքան ծիծաղալու է երբ որ մարդիկ առաջ էր ծիծաղալու հիմա արդեն լրիվ զավեշտալի է կոնտեքստից կտրված ինչ որ թիվ են ասում թեկուզ նույն անտի-ռեյտինգ ասում են անտի-ռեյտինգ այտենց այնքան թվեր կարամ կոնտեքստից կտրեմ կարամ ասեմ այսինչ մարդուն մեր բնակչության չգիտեմ 35% օրինակ չի ճանաչում։ Դե Նիկոլից ավելի անտի-ռեյտինգ ունեցող։ Չէ, այդ մի կողմ դնեմ։ Չէ, դե Նիկոլին մոռացեք, այս սաղ գալիս է նրանից, որ մարդիկ չեն ընդունում, որ
հիմնական թիրախը ինքը պետք է լինի։ Այո, Երբ որ սկսում են այո, իրար չեմ մեջ, ընդունում, ես չեմ իրար մեջ էի ասում, իրար մեջ այնքան տվեր կարամ կոնտեքստից կտրեմ ասեմ։ Հարցաշարը ինքնին Դե սոցիոլոգիական բայց այն մարդը գոնե անտիռեյտինգ ունի, իրան ճանաչում եմ։ Դու բավարար դու ով ես, այնտեղ մարդիկ կան, չէ՞ որ եկել են, չես ես ով է։ Լավ է Մարիամն էլ անունները գիտի, ասեմ եք դե ով է։ Ասենք ասեմ Թաթոյանը դες հիշում եմ, հա ճիշտ է։ Այն մեկի անունը ասեմ ով է, ասենց որ ես ակտիվ բանի մեջ եմ, չէ՞ ես այտենց հազիվ եմ, այսպես ասած Հետո ուրիշ բան ես ասում, էլի։ Այն մյուսներին ասում թե իբրե բան։ Ռեյտինգների թեմա է։ Անտիռեյտինգ ունեցող մարդու համար 300,000 ձայն է ստանում։ Դրան էի գալի։ Դրան էի գալի կոնկրետ թվերով։ Բացատրում, օրինակ Թաթոյան։ Ես կոնկրետ թիվ եմ ասում, մի կողմ ձեր իշտակած անձը, կոնկրետ թիվ եմ ասում, որ դաշտի ծանր քաշայինները անգիր գիտեն։ 2021 թվականի փետրվարին Քոչարյանի, այսպես ասած, ռեյտինգը 3% էր։ Ռեյտինգ ասված էլեկտորալ վարկանիշ է, էլի քանի տոկոսն է պատրաստ ընտրի իրան։ 21 թվականի փետրվար 3% էր։ Ընտրություններին այդ մարդը հավաքեց 21։ Հիմա եթե տենց կոնտեքստից կտրված թվերի վրա են խաղում, դե ես է կոնտեքստից կտրեմ, ասեմ, ապա այդ մարդն այնքան պոտենցիալ ունի, որ կարողանում է տենց բան անի, թռիչք ապահովի։ Բայց ինչի եմ օրինակ էլի, ընկեր Անժելա, այս անընդհատ փորձում անունների վրա չխորանալ, հարցը ինչի ով կուրախանա, ով կնեղանա, ինչ կմտածի, երկիր կորցնելով, ասենք վտանգի տակ։ Չէ, դոնես տպավորություն չլինի, որ մենակ ասեք այս դրանով զբաղված Թաթոյանը տիպի մարդկանց ենք ասում, այստեղ նաև դու չես ուզում անուններով, բայց նաև Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմն էլ լուրջ խնդիր ունի, որ այս ընթացքում չի կարողացել նաև այդ միասնական այդ բանը կարողանա այնպես որ հասկանա որ այս մի բան ճակատ է, այս ուրիշ կռիվ է։ Չէ, ես խիչ եմ ուզում այդքան էլ դրանք չեն պատճառել, ինչ չեմ անուններով գնում, որտեվ անուններով գնալը ձեռա տալիս Նիկոլին։ Հա, իշխանության օրակարգին։ Իրանք են իդեպ ամենամեծ շահառուն, որ ասեն Նիկոլ Թեկոչյան, որ փորձեն դրանով բան անել, կամ մարդկանց ընտրությունից հեռու պահել, կամ նենց անել, որ գնան իրան ընտրեն։ Ես անուններով չեմ ուզում գնալ, որտեվ կակրած այս ընտրությունները անունների մասին չեն, կամ եթե կա մի անուն, դա գործող դե ֆակտո վարչապետն է։ Ընտրությունները նրա մասին են, ինքն է շարունակելու մնալ վարչապետ, թե չէ։ Ես դրա համար հատուկ սկզբունքային, դե չես կարել ընդհանրապես անուն չտաս, որտեղ ոչ ես ասի X Y-ը, բայց մաքսիմալ պետքա կենտրոնանալ նրա վրա, որ ընտրությունները առանձին վերցրած Քոչարյանի երկրպագության կամ Քոչարյանին ատելու մասին չի, չգիտեմ, Պողոսյանին սիրաշահելու կամ Պողոսյանին մրցապայքարից հանելու մասին չի, ընտրությունները մենակ նրա մասին է, այս մարդն է շարունակելու իշխել Հայաստանում փաստացի, թե ինքը չի լինելու, որտեղ որ ինքը չի, դե ողջամտորեն պարզ է, որ մնացածը իրական ընդդիմադիրներ են, էլի արդեն գալիս պոտենցիալով։ Դրա մասին է մենակ։ Ինչ այդ Նիկոլին ձեռնտու օրակարգն է, որ անընդհատ լինի Նիկոլ Թեկոչյան, Կամ թեկուզ լավ Նիկոլ Կարապետյան, հիմա իրանք մցրել են Նիկոլ Քոչարյանի մեջ, տենց են որոշել, կարող ասենք 13 օրից էլ իրանք է մի հատ թազա հարցում փակ ունենան, արա ասեն չէ, всё-таки պետք է հիմա սկսենք Կարապետյան Սամվելին բան անել, օրինակ հրեշայնացնել։ Էական չի, այդ դեպքում էլ էլի չպետք է մտնել իրանք խաղեկանի մեջ։ Ընտրությունները մենակ նրա մասին են, ինքնա շարունակելու մնա, թե չէ։ Դե որ այդ գիտակցում ունենան, այսպես չի լինի։ Եվ մի հարցի մասին էլ եմ ուզում խոսել, տեսեք, շատ անգամ ինչ որ մեկից խոսում ենք, ասում են, դե ներքևից եմ գալիս, ասում են դե այդ մարդը կորցնելու բան ունի, ասենք, ասում են մանկավարժե, բա ինչ եք ուզում 200,000, 100,000 աշխատավարձ ստանում կորցնելու բան ունի։ Ասում եք ինչի, ասում է դե դպրոցում պահակ է, ինքը բա ինչ անի, երեխեքի հացա կորցնելու բան ունի։ Զինվորական է, գեներալ է, ինչա են հողատու Էդոն։ Ինչա դրանն է, շտաբի պետը։ Էդվարդ Ասրյանն է, ասենք, բա կորցնելու բան ունի, բարձր աշխատավարձ, ասում ես, բա ամբողջ տարածքները դարձա սրիկատական կա, ասում են, չէ, բա կորցնելու բան ունի, պիտի մնա այդպես։ Խոսում ես, ասենք, Հովիկ Աբրահամյանի մասին, ասում են, դե նա կորցնելու բան ունի, էլի տունը տարան։ Այն Նալբանդյանը խլեց Նիկոլը, տարավ, այն հողերն էլա տանելու մնացած բաները։ Խոսում ես այն մյուս գործարարի մասին, Բեգլարյանի, ասում են, դե կորցնելու բան ունի, այսինքն քանի տարան հեսա պիտի սես տանեն։ Այն մեկից ես խոսում կորցնելու բանի, բայց տեսեք, ես ուզում եմ սրա մասին խոսել, էլի, մենք մեր երկրի ամենամեծ բարերարը ով է։ Սամվել Կարապետյան։ 1 միլիարդ բերել, նվիրատվություն է արել, դրել է Հայաստանի Հանրապետությունում։ Այս գումարները Արցախում, Հայաստանի Հանրապետությունում, սիրելիներս, այս գումարները ինքը աշխատել է դրսում,
եւ Հայաստանում, եթե ինչ որ մի բան աշխատեցրել է, ինչ գումար որ վաստակել, ինքը թողել է հայրենիքում, այդ իր մոտեցումն ա եղել, հայրենիքից գումար չենք անում։ Ներդրում է արել 360 թե 380 միլիոնի հեծում։ Մի օրինակով եմ ասում, ուրեմն այդ որ 1 միլիարդի բան sense այդ եթե սրանք եկել են իշխանության, ամբողջը փոշիացնում են, Արցախում փոշիացրեցին, այս ամեն ինչը փոշիացնում են։ Հիշում եք երկու դրվագի մասն եմ ուզում խոսել, երբ որ Սամվել Կարապետյանին ասեցին կխլեն հեծը, ասեց թքածեն ունենամ հեծի վրա։ Մի հատ լսեք բառը 360 միլիոն դոլար այդ մարդը դրել է։ 360 միլիոն։ Սա նշանակում է, որ մտնում է դրա մեջ ինքը կորցրեց։ Չէ՞։ Այդ գիտեք ինչ որ ասում են շատ փողեր ունի, շատ փողեր ունեցող, շատ խնդիրներ ունի, շատ հարցեր ունի, իրանց կորուստը տես չի, 10-20 միլիոններ, միլիարդներ, չգիտեմ ինչ է, դուք հասկանում եք իրանք ինչերի մեջ են, ինչերով են անցնում եւ այլն։ Զուգահեռ նրան է որ կորցնելու բանը, չէ՞, կանգնեց, այդ ասեց եւ հետո ինչ ասեց, որ ասեց կանգնած եմ մեր ձևով եկեղեցու կողքը, ճիշտ է։ Ամենամեծ կորցնող մարդը, ամենաշատ նեցող, ամենամեծ կորուստը, չէ՞, այդ 1 միլիարդի ներդրումը, որ ցանկ փոշիացրեցին, հայրենիքի իրա տարան 360 միլիոն դոլար, չնայած դրան, որ 360 միլիոն դոլար կորցնում է, այս էլ դեռ սկիզբն է, հələ սա ինչքան բան է խլելու Նիկոլը, չէ՞, թե մնա դուք մենակ խլող է, այդ ամեն ինչը խլեց։ Եվ sense կանգնեց, այդ ո՞նց է այդ մարդը չմտածեց, որ կորցնելու բան ունի։ Հիմա ասեք մի հատ ուրիշ գործարար մտել անտրապայքա մեջ, որ ասեն կորցնելու բան, ասում թե կորցնելու բան ունի ինքը։ Բա մենք այդ օրինակը ունենք, չէ՞, սիրելիներս, որ այս մարդը ուներ, բայց չնայես, չէ՞ դրան։ Ճիշտ է թե չէ։ Մեկն ասում է, բա կալանքը, բա չգիտեմ ինչ է, չհասկացա, այտենց Ռոբերտ Քոչարյանը նվազեց, ես ինչքան տղերք ունեք, այտենց առաջնորդներ ունեք, այտենց նախագահներ ունեք, բա ինքը չէր հասկանում, երբ որ Իրան, ասես կազմակերպված ասում էին հետ միալի քեզ ձերբակալելու ենք, հասկանում էր, չէ՞։ Բա ինքը ազատություն կորցնելու, արժանապատվություն կորցնելու չուներ, բա ո՞նց եկավ։ Այն որ փամփլիկ տղեր թռած եք, ինչ որ պաշտոններ եք, Սերժ Սարգսյանն են սիրուն գեներալը, ասես գեներալները թռակ մի անգամից։ Պաշտպանության նախարարը իր Վիգեն, ինչ էր ազգանը։ Վիգեն Սարգսյան, պատկերացնում եք պաշտպանության նախարարը թռել է։ Պաշտպանության նախարարը այդ չկա, հայրենիքում չի։ Ու տենց լիքը անուններ, որ թռան գնացին, մա չգիտեմ, այնտեղից ինչ են անում։ Գոնե տես պայքար են, ասես լավ, գնացել են, պայքարում են։ Գնացել են իրաց բարեկեցիկ կյանքի ինչ որ պայմաններն են ստեղծում, փորձում են մնալ։ Բա ո՞նց է, որ այդ նախագահ մարդ, այդպիսի երկու այդ կատեգորիայի մարդ մենք չունենք երկրորդը, ինչ նկատի ունեմ, որ եւ Արցախի նախագահ ա եղել, եւ Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե մենք ունենք առաջին նախագահ, ունենք էլի պատերազմ հաղթած երրորդ նախագահ Սերժ Սարգսյան Քարորյանը հաղթած, ունենք այդպիսի, բայց որ երկու մեր առանձին հանրապետությունների նախագահ չունենք։ Բա ո՞նց է եկավ ու տենց նստեց, թե դες դուք ավելի լավն եք։ Այսինքն մենք ունենք օրինակ մարդիկ, որ այդ մեծ ծանր բաների գնով Այս ամենով հանդերձ դեռ պայքարում են։ Ռուբեն Վարդանյանը։ Դեռ Ռուբեն Վարդանյանի մասին ես էլ չեմ ասում, ինչ ասեմ, Ռուբեն Վարդանյանի մարդը իր այդ ամենաբարեկեցիկ կյանքով եկավ ու հայրենիքի խորքային գիտակցումով եկավ ու ես էլ եմ լիքը հարցեր ունեցել, գուցե խիստ եմ խոսել, բայց այդ մարդը ապացուցեց, որ Մարիամ այդ գերիները այդ մարդը ապացուցեց, որ այս մարդը հայրենիքի իր համար բացարձակ արժեք է, բացարձակ եւ տականք դու այն օրը խոսում ես, ասում ես փախե գնացել են։ Բակո Սահակյանն է փախել տականք։ Հա Արկադի Ղուկասյանն է փախել տականք, Լևոն Մկրտչյանն է փախել, Ռուբեն Վարդանյանն է փախել, միջև վերջին հայը մնացել են այդտեղ։ Սրիկա տականք, դու ինչ ես ասում իրանց։ Հա այդ չգիտեմ ինչ, այդ թրքա հպատակ, այդ ծախու արարած։ Դու ինչ ես ասում ես, ասում ես փախել են, հա, ում ես ասում։ Բակո Սահակյանին ես ասում, որ արդեն նախագահ չէր կարող էր դուրս գալ։ Արկադի Ղուկասյանին ես ասում, որ 10 քանի տարի արդեն նախագահ չէր, գնացել էր իր ժողովրդի կողքեն վերջին հացներ կիսում ու ձևը չգիտեին փախնելու։ 1000 հոգի իրանց զգուշացրել, որ կարող եք ինչ ճանապարհներով դուրս գալ, չգիտեին։ Բայց երբ իրենց ասում են, չէ, դու դուրս եկաք, ես կամ հայերի հետ պրոբլեմա լինելու։ Այսինքն իրենց այդ հայության կյանքը 40-ի, 1000-ի, 10,000-ի կյանքը ավելի բարձր գնահատեցին։ Մենք այսպիսի օրինակներ ունենք։ Ինքնազոհողության գնացող մենք Բակո Սահակյանն ունենք, Արկադի Ղուկասյանն ունենք, Լևոն Մկրտչյանն ունենք, 3 Դավիթ ունենք, որ այսօր այնտեղ են, 3 Դավիթները։ Ռուբեն Վարդանյան ունենք։ Մենք այսօր ունենք Սամվել Կարապետյան, որ թքած ունեմ ասեց այդ 360 միլիոնի մասին է խոսքը։
Բանի մասին չի, մի հատ տան մասին չի խոսակցությունը։ Կամ նախագահ ունենք, այս թկածունը եկավ ու գնաց այս սրիկայատակը դավաճանա, ինչ ասեմ, թրքահպատակները տարան ձերբակալեցին կալանա։ Մենք ունենք չէ՞ այսպիսի օրինակներ։ Դե նայած ով ինչն է համարում։ Մարդիկ կորցնելու բան ունեն։ Նայած ով ինչն է համարում կորցնելու։ Ինչ ունես, դա կորցնելու ես, դա խոսք կա, չէ՞։ Աստվածաշնչում ասում է երկրի վրա գանձեր մի դիզեք, որտեվ որտե ձեր գանձերն են, դա էլ ձեր հոգին է առնելու։ Հիմա եթե մեկը համարում է, որ հայրենիք ունի կորցնելու, դե այդ է իր համար գանձ, դրա համար կորցրեցին ամբողջ Արցախի հետ միասին այդ ամբողջ տունուտեղ հարստություն չկորցրեցին, դե ինչի էս մարդիկ գնացին դրան, որտեվ այդ գիտակցությունը հայրենիք են կորցնում։ Մենք մեր ասացի տրամաբանությունը բերում է նրան, որ մենք խնդիր ունենք ազգային էլիտաների մեջ, եւ դա ճիշտ է, բայց ամբողջ ողբերգականությունը այնտեղ է, որ եթե մենք մեր էլիտաներին համեմատենք օրինակ արևմտյան էլիտաների հետ, գիտեք ինչ կպարզվի, իրականում ինչքան էլ հրեշայնացված են, հա, մեր էլիտաները, այսպես ասած նախկինները, ի տարբերություն արևմտյան էլիտաների, իրանք ժողովրդի մասին մտածել են ու մտածում են։ Յուրովի ամեն մեկը իր ձևով, ամեն մեկը մի քիչ էսկոմենկոմը պատկերացրել որն է ժողովրդի շահը, բայց իրանք ռեալ ժողովրդի մասին մտածող մարդիկ են եղել բոլորը։ Ինչը չես ասի ընդհանրապես արևմտյան էլիտաների մասին։ Դրանք մտածում են բացառապես այն մարքսիստական սահմանմամբ իրանց դասակարգային շահերի մասին։ Ուղղակի իրանց երկրների քաղաքական համակարգերը նենց են, որ դու չես կարա միակողմանի մենակ քո դասակարգային էլիտար շահը սպասարկես, արդյունքում ժողովրդին դրանից ոչ մի բան։ Այդ մեխանիզմները, բաները, հարյուրամյակների էվոլյուցիան նենց է, որ այդ շահերը նենց պետք է սպասարկես, որ ժողովրդին կամ նրա ինչ-որ մի հատվածին նույնպես լավ լինի։ Բայց իրանք որպես մարդ, ասենք չեմ Տրամպին վերցնես, Մակրոնին վերցնես, որևէ մի եվրոպական, ամերիկյան բանի լիզերի, իրանք չեն հասկանում այդ ինչ նշանակում ժողովրդի մասին մտածել։ Մերոնք ունեցել են այդ, ունեն։ Մեր դեպքում է խնդիրը ուրիշ է։ Մեր դեպքում խնդիրը էլիտայի փորձի պակասի մեջ է, ձեր ասած հասունության եւ ամենակարևորը, որ ասենք շատ աբստրակտ բաներ չասենք, վիճակի ստապ գնահատման, որ բոլորը մի նավի մեջ են, եթե դու ասենք նավի մեջ ես ինչ-որ մեկին թիրախավորում, ինքդ քեզ ես թիրախավորում, որտեվ եթե այդ մարդը հյուծվեց չկարեցավ այդ նավը, ասենք թիավարել, դե սաղին ավնաս սկելու են։ Այս գիտակցությունը եթե չհաղթի, գիտեք եմ ասում, եթե չհաղթի, չեմ ասում, եթե չլինի, որտեվ ես համոզված եմ, որ գիտակցությունը կա։ Հիմա հոգու խորքում է, հոգու մեջտեղում է, հոգու մակերևույթին է, ինչ որ միտեղ քիչ թե շատ բոլորի մոտ կա։ Դե ամեն ասում տիրապետող լինի, տիրապետող մնացած գիտակցությունների, ինչ որ անձնական նեղացվածությունների, աշխատավարձի, չգիտեմ, պրինցիպի ընկնելու, մնացած այդ բաների հանդեպ։ Օրինակ ոնց որ Գյումրիում ի վերջո ընտրություններից հետո անցած տարվա ապրիլներ ինչեր, մարտներ, տիրապետող եղավ բանը։ Այդ գիտակցությունը որ չախբեր ոնց կլինի, ասենք ԿՊ-ն ստեղ բան ունենա, քաղաքապետ ունենա։ Տիրապետեց այդ գիտակցությունը, այդ գիտակցությունը հազիվ այն չէ, բայց այնտեղ կար նաև ինչեր անում արա կար մրցակցող նաև այլ մտայնություն, տիրապետեց նա։ Հիմա եթե ստեղ չտիրապետի ի վերջո այդ մտայնությունը, որ չախբեր ոնց որ սաղ ասենք միլոտքի մեջ, հիմա բանը Այդտենց լինի Արկադի Ղուկասյանը ընդհանրապես Ղարաբաղ չգնար, այնտեղ այդ բանը Բակոսյանն էլ արդեն նախագահ չէ։ Չէ, խեմ ասում, ոնց Բաբայան Սամվելներ, իրենք իրար այդ միլիոն տարվա հայտնի խնդրեմն ունեն, պետք է չգնար։ Ոսոր ինքը տեղա է, ունեք չեմ գալիս։ Ենթադրենք, այն ինչ մի օրինակ եմ բերում։ Բայց տիրապետող ուրիշ բան էր, ու մինչև վերջել մնաց տիրապետող։ Սա է ասելիքս, որ ընդդիմությունը այս փուլում իշխանությունների շատ հավանական, շատ սպասվող են այն օր արդեն ինչ որ ուժեղ Հայաստանի մարզային ոնց որ գրասենյակի պատասխանատու էին բռնել։ Շատ հավանական իշխանությունների կողմից սպասվող բռնադատությունների, բռնաճնշումների դեմ առնելու առանձնապես ճոխ։ Ճիշտ ես ասում, եթե անգամ ոստիկանությունը, իրավապահ համակարգը հասկացան, որ ընդդիմությունը միասնական է եւ հետեւից ժողովուրդ կա, 10 րոպեում թեքվելու են։ Մենք այդպիսի օրինակներ գիտենք, ուղղակի միջև հետևից են գնա, որ ուղղակի ընդդիմությունը մի քանի անգամ չկարողացավ այդ կամայունություն ինքնազոհողության գնալու, չգիտակցեց, չկարողացավ, չուզեց,
չգիտակցեց երևի կամ չկարողացավ չարեց, բայց մի օր կարող է չէ դա լինել, որտեվ հենց դա տեղի ունեցավ, եւ որ ասում ենք շատ հանգիստ է Նիկոլը, շատ էսեյն է, չէ, Նիկոլը նաեւ գիտի, չէ, Նիկոլը գիտի, չէ, Քաշնազարի նման, ասենք իրան բերեցին, դրեցին, կարող է Նիկոլը հավատացել է, որ այդ ինքն է։ Բա ասեցինք հիմա ապուշ բաներնի, բայց ու այդքան էլ անխելքի չէ, որ մտածի ինքը եկել է, այդ հարմար էր, նենց սամթը բռնեցին, բերեցին, հարմար էր, հետո պիտի ճամփու դնեին, հետո տեր այնտեղի թուրք տերերը ավելի բան պայմանավորվեցին, պահեցին եւ այլն հանգամանքների բերումով։ Հիմա ինքը գիտի, չէ՞ որ այսպես կարող է մի բան ինչ որ շատ արագ ինչ որ մի բան փոխվի։ Էն էլ այս պարագայում աստծո աջակցությունը կա, որտեվ ազնիվ է, որտեվ այնտեղ թեման հայրենիքն է։ Ինչ բան չի, էլի սատանան չի թեման։ Այստեղ թեման Աստված է, հայրենիք է, իսկ ամեն ինչի Տերը Աստված է, հայրենիքն էլ նույն Աստվածն է, բա ինչ է, այդ ոնց էր ասում սեղանի այդ Խաչիկ Մանուկյանն էր մի հատ շատ լավ ձևակերպում տվեց սեղան, հայրենիք, բան ցենց շատ դիպուկ հիմա չեմ ուզում սխալված լինեմ, բայց շատ դիպուկ էր, հետո գնայեմ ու փոխանցեմ, այնպես որ այս դեպքում շատ ավելի բան է, էլի հուսադրող բան վիճակում ենք, որ քանի որ գործը արդար է, գործը ընդհանուր գլոբալ գործը արդար է, ազնիվ է, ազատագրում է թշնամուց, սրիկայից, տականքից, ով երկիրը ծախել է եւ այս թշվառության, աղքատության մեջ է գցել մեր ժողովրդին, իսկ իրենք միլիոնների, միլիարդների մեջ ծփում են, ուրեմն մի օր հաջողելու է, սա լինելու։ Իմիջիալոց շատ ծանր մի տարեք ու շատ լուրջ ձեզ մի վերաբերվեք, MC նիմադիր գործիչներ մեկի անել, որ ես տվեցի։ Այնպես չմտածեք, էլի որ իբրև թե դուք հայտարարում եք ու դա տարածում եք գտնում, ես նես մեկ հետևում եմ Facebook-ում ինչ որ տարածվում է, հիմա ինչ որ մեկի դեմ էլ գրում են, մեկ էլ նայում ես, այդ իրանց 40 հոգին լայքում, այդ 40 հոգին իրար մեջ խոսում են, հետո երևի տելեգրամով սիգնալով իրար զանգում, ասում են, տեսա՞ր ինչ գրեցի, այն մյուսն ասում է, ասեմ ձեզ, որ տենց շատ մի ոգևորվեք, բանա, այն ձեր միջի, ձեր համար է գրում, между собой, լրիվ մեր մեջ ասած, հա, մեր մեջ բան վիճակն է, էլի, ընդհանուր առմամբ չմտածեք, որ տենց գրեցիք, տենց բան ազդեցին, ուղղակի շատ տգեղ է եւ շատ տհաճ է եւ բան, տենց տհաճության ինչ որ բաներ է, էլի, առաջ վերում։ Գաղջության, այո։ Շնորհակալություն։ Ամեն ինչ դեռ արժևում է եւ հիասթափվել պետք չի, հաստատ։ Գործը արդար է, արժևում, հետևում, մեջտեղում հայրենիքն է, այնպես որ լինելու է, հաջողելու ենք։ Լիզա Արուշանյանը ինչ։ Այո, հետևում Արցախն է, նահանջի տեղ չկա։ Մենք այդպիսի հերոս Դավիթ Արուշանյան ենք ունեցել, որ հիմա երբեմն իր խոսքը դնում է մի մեջում եւ այս ֆեյքերին ասում է հարցակվի։ Այս սատանաներ։